Իսրայելն ու Իրանը 5-րդ օրն է շարունակում են փոխադարձ հարվածները, հաղորդելով տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Իսրայելի զինված ուժերը պնդում են, որ օդային հարվածներից Թեհրանում սպանվել է գեներալ Ալի Շադմանին, ով օրեր առաջ էր նշանակվել իրանական հատուկ ստորաբաժանման ղեկավար։ Նրա նախորդ Ղոլամի Ռաշիդը սպանվել էր անցած շաբաթ Իսրայելի հարվածի հետևանքով։ Իրանի պաշտոնական աղբյուրները Շադմանիի սպանության լուրը դեռ չեն հաստատել։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ իրական վերջ դնել Թեհրանի միջուկային ծրագրին։ Չնայած մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել էր, որ ընթանում են բանակցություններ և շուտով խաղաղություն կհաստատվի, այսօր հերքել է տեղեկությունները, որ աշխատում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։ Այսօր նա կոչ է արել Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։ Մոսկվան առնվազն Իսրայելի կողմից ներկայումս չի տեսնում միջնորդական ջանքեր փնտրելու կամ Իրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գնալու ցանկություն, հայտարարել է Կրեմլը։ Պուտինի խոսնակը միաժամանակ պնդել է, որ տեղում իրավիճակը տագնապալի է և սրվում է քառատրոփ թեժացմամբ։ Անկանխատեսելիության մակարդակը նախադեպ չունի, ասել է Դմիտրի Պեսկովը։ Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, զոհվել է ավելի քան 50 մարդ կամ բազմաթիվ վիրավորներ։ Հարակից հիվանդանոցը լրատվամիջոցների այնքան ծանրաբեռնված է, որ բժիշկները ստիպված են բազմաթիվ վիրավորների տեղավորել գետնին։ Հրթիռակոծության պահին տարածքում հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել հաց և այլ ուժ ստանալու հույսով, քանի որ Իսրայելը մոտ 3 ամիս է արգելափակում է սննդի և ապրանքների մատակարարումը Գազայում ապրող մարդկանց։ Ուկրաինայում առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել Կիևին և այլ քաղաքներին հասցված ռուսական օդային հարվածների հետևանքով։ Նախագահ Զելենսկին ռուսական հարվածները որակել է որպես ահաբեկչություն, պնդել, թե սա Կիևին հասցված ամենասարսափելի հարվածներից մեկն էր արդեն ավելի քան 3 տարի շարունակվող պատերազմի ընթացքում։ Ուկրաինայում աշխատող 62 դեսպանատների աշխատակիցներ այսօր երկրին համերաշխություն հայտնելու համար այցելել են Կիևի թաղամաս, որը հայտնվել էր ռուսական հարվածների թիրախում։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է 2028 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը Եվրամիություն։ Ոլորտում լիակատար պատժամիջոցներ սահմանելու առաջարկը նախկինում իրականություն չէր դառնում, քանի որ դրա համար անհրաժեշտ էր դաշինքի անդամ անխտիր բոլոր պետությունների համաձայնությունը, ինչին դեմ էին քվեարկում Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Հունգարիան և Սլովակիան։ Խոչընդոտը հաղթահարելու համար Եվրամիությունը հիմա առաջարկում է հարցը լուծել օրենսդրական սահմանափակումներով, որոնց ընդունման համար անհրաժեշտ է Եվրամիության 27 երկրներից 15-ի համաձայնությունը։ Այս պահին դեռ չի հաղորդվել, երբ է առաջարկը դրվելու քվեարկության։